Սիրելի աղեղնավորներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով, ողջույն, այսօր ես մարտի 20-ն է եւ ես կներկայացնեմ ձեզ ապրիլ ամսվա համար կանխատեսումը, ասեմ, որ դուք 10-րդ տեղից հետ ընթաց եք եղել դեպի 11-րդ տեղ, երկվորյակներն էլ, քանի որ մնացել են աղեղնավորները եւ երկվորյակները փաստորեն տեղավորվել են վերջին տեղում 12-րդ տեղում, առանձնապես իրենց համար հետաքրքիր չի, չնայած որ ասել եմ 20-26 թվականը իրենց համար ճակատագրական տարիներ են, բոլոր դեպքերում հավանաբար շատ զբաղված են, ինչևէ մի երկու բառով, այսպես ասած, շատ հակիրճ կներկայացնեմ ապրիլ ամսվա համար կանխատեսումը եւ ասեմ, որ գրեթե մեծամասնությանը բաժին ընկավ Նեպտունը իմ օրացույցով իհարկե, դա ասում է, որ շատերը գտնվում են անորոշության մեջ կամ ինչ որ նաեւ անհանգստություն է դա բերում եւ այլն եւ ինչպես որ ես տեսնում եմ ձեզ մոտ տան ընտանիքի հարցերում կամ կարող է նաեւ աշխատանքի հարցում այստեղ որոշակի լարվածություն կամ միգուցե ինչ որ գործեր են սկսել դա չի ստացվում կամ ավելի այդպես լարված վիճակ է եւ կարող է կոնֆլիկտային ինչ որ հարցեր առաջանալ տանը բոլոր դեպքերում այստեղ պետք է լինեք ուշադիր, ուրեմն այդտեղ ունենք հարցեր կարգավորելու եւ հիմա սիրելի աղեղնավորներ ես նշեմ թե ապրիլին, որ հիմա ներկայացնում եմ ձեզ, ինչ փոփոխություններ են լինելու, բնականաբար լիալուսին, նորալուսին արևն է փոխելու իր նշանը, Մարս, Մերկուրի, Վեներա եւս կփոխեն իրենց նշանը եւ թերևս կարևոր իրադարձությունն այն է, որ Ուրանը մեկ ընդմիշտ արդեն ապրիլի 26-ին կփոխի իր նշանը մտնելով երկվորյակի նշան, այսինքն ձեր հակադիր նշան կմտնի 7 տարի արդեն ինքը կհաստատվի այդտեղ եւ դա կբերի ձեր հակադիր նշանն է, ձեր կյանք եւս կբերի ինքը փոփոխություններ, դուք ուզեք թե չուզեք կբերի փոփոխություններ եւ հնարավոր է շատ այդպես պարտներներ կփոխվեն, շատ մարդիկ ձեր կյանքում կհայտնվեն, դուրս կգան, կմտնեն եւ դուրս կգան, այսպիսի իրադարձություններ կլինի եւ ես ներկայացնեմ ապրիլի 2-ին Հայաստանի ժամանակով 6:11:46 արևի լուսինը կհակադրվեն 13 աստիճանում եւ կշարքի նշանում տեղի կունենա լիալուսինը, իսկ նորալուսինը տեղի կունենա ապրիլի 17-ին Հայաստանի ժամանակով 15:51:36 արևի լուսինը կմիավորվեն 28 աստիճանում եւ այն տեղի կունենա խոյի նշանում, այստեղ հնարավոր է տեսեք մինչև ամսի 2-ը ձեր կոլեկտիվում, ձեր կոլեկտիվի հետ կապված կամ այդտեղ ինչ որ հարցեր կան, ձեր բիզնեսի հետ կապված, ձեր աշխատանքի հետ կապված կամ ինչ որ իրադարձություն կլինի, որը մինչև ուրեմն ապրիլի սկիզբ, ոմանց մոտ միգուցե արդեն կատարվում է, ոմանց մոտ կատարվել է, ոմանց մոտ հիմա կկատարվի, ինչ որ իրադարձություն կլինի բոլոր դեպքերում, միգուցե դուք դրան սպասում եք, ամեն դեպքում ինչ որ արդյունք կտեսնեք, միգուցե գիտեք, ասենք, ինչ որ տեղաշարժ ձեր կոլեկտիվում դեպի առաջ միգուցե լինի տեղաշարժը, մեծ հաշվով դա պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, միգուցե ինչ որ մի աստիճանով բարձրանում եք, այդպիսի փոփոխություններ է լինում կամ որոշակի ձեռքբերումներ եք ունենում բոլոր դեպքերում եւ այստեղ դա կավարտվի եւ դուք արդեն կմտածեք հաջորդ քայլը անելու մասին, ավելի բարձրանալու մասին, այսպիսի տարբերակ շատերի մոտ կարող է լինել, ոմանց մոտ կարող է պարզապես իրենց երեխայի թեման լինել, հնարավոր է, որ գիտեք, ասենք երեխային ամուսնացրել են իրենց երեխային եւ թորնիկ են ունենում շատերի մոտ այսպիսի իրավիճակ կարող է լինել կամ հենց իրենց մոտ իրենք են ունենում այսպիսի լավ բաներ, Մարսը Մերկուրին ուրեմն
կփոխեն իրենց նշանը, լարվածությունը դուրս կգա, հավանաբար որոշակի լուծումներ կտրվեն եւ ուրեմն այս ընթացքում խնայում եք ձեր նյարդերը, իրենք դուրս կգան եւ ամեն ինչ կարծում եմ կկարգավորվի, իսկ վաղ արդեն Վեներան մտնում է ցուլի նշան, որը իր նշանն է, իր տունը չի, բայց իր նշանն է, այստեղ ամեն դեպքում իրեն լավ է զգում եւ միգուցե ձեր աշխատավայրում ինչ որ արդեն զգացվում է, որ դա փոփոխություններ կարող են լինել, նույնիսկ ֆինանսական հարցեր կարող են առաջ գալ, ոմանց մոտ էլ ուրեմն կարող են լինել կանացի առողջական խնդիրներ կամ արտաքին հետ կապված որոշակի հարցեր կարող են լինել, որ փորձեք դա շտկել, սա եւս հնարավոր է եւ արևը 20-ին ուզում նշել անպայման օրը, ապրիլի 20-ին արևը եւս կմտնի ցուլի նշան, այստեղ ինքը կփորձի ձեզ օգնել թե առողջության հարցերում, թե այստեղ ֆինանսական հարցերն են, հարաբերություններն են աշխատավայրում ձեր միջավայրում, հա, բավականին ուրեմն այստեղ կարևոր հարցեր են լուծվում եւ ձեզ համար այստեղ նշվում է, որ շատ ավելի կարևորվում են ընտանեկան թեմաները, նույնիսկ ձեր աշխատանքը, այսպես ասենք, այստեղ ավելի շատ դա է կարևորվում ձեր կյանքում եւ իհարկե շատ հարցեր դեռևս կբացահայտվեն առջևում սիրելի աղեղնավորներ, հնարավոր է ոմանք մեկնեն արտերկիր, շատերը կմեկնեն արտերկիր եւ նրանք ովքեր գնալու են պետք է շտապեն, որովհետեւ հետո կարող են լինել դժվարություններ եւ մեծ հաշվով ասացի որոշակի բացահայտումներ կլինեն անպայման այն ինչ որ իրենք ուզում էին ներկայացնել, ասել կամ ինչ որ գործեր անել, ի վերջո դա իրենց կարող է հաջողվել եւ իհարկե ընտանիքում այստեղ հարցեր կան անելու, ձեր ուշադրությունը պետք է լինի դեպի ընտանիքը, տունը, բնակարանը եւ այլն, այսքանը սիրելի աղեղնավորներ, լավ եղեք գրեք մեկնաբանություններում արդյոք ձեզ հետաքրքիր է, չնայած առանձնապես 11-րդ տեղում եք, դժվար թե ձեզ հետաքրքրում է, բոլոր դեպքերում շատ անհանգիստ են, խառն են աղեղնավորները, սելի աղեղնավորներ, լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ